Կեղտոտ անձրևը բնապահպանական աղետի ինդիկատոր։ Նախորդ շաբաթվա ցեխոտ տեղումները, որ հետք էին թողել հատկապես մեքենաների վրա, նորություն չեն։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության ցեխաբեր ցիկլոնը մինչև Հայաստան հասնելը անցել է երկար ճանապարհ՝ միջերկրական ծովից Իրաք, այնտեղից էլ Կովկաս։ Մթնոլորտի շրջանառության հետևանքով հարավային հոսանքները Իրանի անապատներից մեր երկիր են բերել փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչն էլ դարձել է կեղտոտ անձրևի պատճառ։ Այսպես է մեկնաբանել պետական գերատեսչությունը, բայց ցեխոտ անձրևի պատճառը միայն անապատի ավազը չէ։ Քանի որ մենք զանգվածային նաև հատել ենք ծառերը, այսինքն այդ շիթը, որը գալիս է, պահող չկա այլևս, եւ երբ պետք է անցներ ծառերի սաղարթներ, օվիճներ, խոնավությունը կլանվեր որոշակի չափով, ուժը բանի հեղուկի փոփոխվեր, անձրևի մասնախոսքը, տվյալ դեպքում այդ բոլոր խոչընդոտները փոշու ճանապարհին դուրս եկած են, ոչ մի ֆիլտրում այլևս տեղի չի ունենալու եւ բացառապես ազատ ձևով այդ ամենը լինելու է։ Սակավ կանաչ մեքենաների արտանետումներ շինարարական փոշի Երևանում անձրևից հետո ցեխի հետքեր կարելի է տեսնել միշտ ավելի շատ կամ քիչ արտահայտված, բայց անհանգստացնողը ոչ թե անձրևից աղտոտված մեքենաներն են, այլ Այն մարդիկ, որոնք որ ապրում են աղտոտված տարածաշրջաններում, նրանք արդեն ունեն որոշակի սենսիբիլիզացիա, այսինքն նրանք ավելի խոցելի են շնչառական համակարգի հիվանդությունների, այդ թվում նաև վիրուսային, ռեսպիրատոր տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Մանրատերև թերի քաղաքային իշխանությունը զանգվածաբար հատել ու հատում է փոշի կլանող այս ծառատեսակը եւս։ Փոխարենը մայրաքաղաքում են հայտնվել այգեպուրակային տնկիները, որ Երևանի չոր ու սառը կլիմային չեն հարմարվում։ Ճյուղերի վերևի մասում, որտեղ որ իր երիտասարդ նոր ուրեմն բաներն են, որևիցե տեղ չկա ոչ մի հատ բողբոջ։ Բնի մասում, որտեղ որ պատվաստն է արված, այդ տեղից նա փորձում է վերջի ճիքերն է տալիս, որովհետև գարուն է, վեգետացիան սկսվել է, հյութաշարժը սկսվել է, բույսին շաքարներ են պետք արմատներից, եւ սա իր վերջին ճիքերն է, որ ինչ որ մի բան անի, բայց որևիցե տեղ դուք չեք տեսնում սաղարթի վրա ձևավորված այդ բողբոջները եւ հասու նորմալ տերևները, եթե տեսնում եք արդեն բոլոր ծառերը բացված են, երևում է, չէ՞։ Իսկ այստեղ մենք որևիցե բան չունենք, եւ այդ 4.5 տերևը ոչ մի բանի մասին չի խոսում։ Ըստ Վարդանյանի տնկիները բերվել են Տավուշյան տնկարաններից։ Դա նշանակում է, որ կոնկրետ այս գնդաձև սոսին սիրում է խոնավություն, հետեւաբար անհամատեղելի է Երևանի չոր կլիմայի հետ։ Ավականու անդամի գնահատականով քաղաքային чиновникները գործել են ոչ պրոֆեսիոնալ ու վատնել պետական միջոցները։ Ծախսվել է ամեն մեկի համար 155,000, փաստացի այստեղ մոտ 50 ծառական մի փոքր ավել եւ բյուջեից մոտ 8 միլիոն դրամ ծախսված է այս անիմաստ բույսերի համար, որոնք Երևանի համար որևիցե հարց ստվերային ծածկ ստեղծելու համար, արտանետումները նստեցնելու չէին ունենալու, որովհետեւ ձևավորված տեսնում եք պատվաստ արված եւ վրան այս գնդաձև սաղարթն է, որը երբեք նորմալ առողջ իրական մայրական սաղարթով ծառերի նման սաղարթ չի ունենալու։ Վարդանյանը ասում է, որ քաղաքի հաջորդ ղեկավարությունը ստիպված է լինելու այս հատվածում նորից թեղի կամ մեծ սաղարթով ու չորադիմացկուն այլ ծառեր տնկել։ Իսկ Ավինյանի թիմը ըստ ավականուն դիմադիր անդամի Երևանի պատմության մեջ մնալու է որպես մայրաքաղաքի կանաչ միջավայրը ոչնչացրած իշխանություն։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։